18, Վալդետ Ռամը համար 20, Էդմոնդ Կապլանի համար 9, 16 Ահմեդ Յանուզի։ Թիմի գլխավոր մարզիչն է իտալացի։ Հիշեցնեմ նրանց համար, ովքեր չեն հիշում, թեև քչերը կարծում եմ չեն հիշում, հարված դարպասին միջին տարածությունից Դեյշան տիրում է գնդակին, Հայաստանի հավաքականի հետ խաղում են Իտալիան, Չեխիան, Դանիան։ Շատ լավ խաղարկում են գնդակը, Ղազարյան, հարված դարպասին և մոտ անկյունը դարձյալ Բերիշան է տիրում գնդակին կամ Մարկոսը։ Հիմա Յուրամ Օվսիսյանը, Մարկոսը շատ դանդաղեց, դուրս էր գալիս դարպասապայի դեմ և խաղեկան դրանից հիմա է։ Մարկոսն է գնդակով, Յուրամ Օվսիսյան, ոչիկ է փորձարկումների մասին այս պահին, իհարկե հիմնականում մեզ նկատեք, հիմա փոխանցում է հետևում այստեղ Յանուզին պայքարեց գնդակի համար և եթե չեմ սխալվում Կամո Հովհաննիսյանին գնդակը դիպավ, բայց նաև նկատեք, որ այո, Կամո Հովհաննիսյանից գնդակը հայտնվում է դարպասում, նկատեք, որ Վարազդատ Հարոյան, ես խոսում էի մինչ այդ կենտրոնական պաշտպաններից, պայքարում վնասվածք ստացավ։ Իհարկե այս անդրադարձը ապակողմնորոշ իրավացի էր, ես Տոդորովի, մրցավարի, խաղարկում են մեր ֆուտբոլիստները գնդակը, Արաս փոխանցում, լավ հարվածային դիրք է Մարկոս և չի ստացվում։ Չի ստացվում Մարկոսի հարվածը, փորձում է հայաստանցի ֆուտբոլիստն կորուսները, երկու թիմերի ֆուտբոլիստներն հաճախ են կորցնում գնդակը պարզ իրավիճակներում, փոխանցում և այստեղ հրաշքով։ Եվ անցնում է այս պարզ պատխաղը, հարված դարպասին և շեղ է հարվածը։ Չեն շատ գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկում է դարպասը։ Այստեղ Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ դուք տեսնում եք, թե ինչպես էր Անդի Լիլան հարվածում դարպասին և Կասպարովում անգամ այլ բան կարելի էր ակնկալել Հայաստանի հավաքականից հարված դարպասին, տեսեք, նույն ֆուտբոլիստներ ներգիսկած են ևս մեկ անգամ միջին տարածությունից փորձեց Կասպարովի զգոնություն և հերթական անգամ շատ վտանգավոր հարված էր և տեսեք Կասպարովը տիրեց գնդակին, գուցե հիմա կարող է ստացվել Ասլանյան, մի փոքր ավելի արագ կարող էր Ասլանյանը գործել, եթե չի ստացվում, ապա ոչինչ չի ստացվում այստեղ էր։ Ավելի լավ որոշում չգտավ Նորայր Ասլանյանը կամ տեղափոխվել ձախ և անհաջող փոխանցում կատա։ Եվ վերջ, հանդիպումն ավարտվեց, Ալբանիա Հայաստան 2-0, Հայաստանի հավաքականը պարտվում են, գոլերի հեղինակներն են Վալդետ Ռաման և Էրգիս Կաչեն,